Արմավիր քրեակատարողական հիմնարկում կարանտինային խցում կալանավորի դի է հայտնաբերվել կախված վիճակում, հայտնում է Շամշյան-Քոմը։ Կալանավորի մարմինը գտել են այսօր կեսօրին մոտ, միաժամանակ աղբյուրի տեղեկություններով քրեակատարողական հիմնարկում մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հացադուլ են հայտարարել։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Արցախի հետազոտման բաժինը շարունակում է գործել եւ չի փակվելու, Սպուտնիկ Արմենիային հայտնել են թանգարան ինստիտուտից։ Նշել են, որ թանգարանի բոլոր բաժինները շարունակում են գիտական գործունեությունը, ինչպես նախկինում։ Ինչ վերաբերում է թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին, նրան առաջարկվել է մնալ թանգարանում եւ զբաղեցնել գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հստակ տվյալներ չունի, թե քանի իրանահայ է եկել Հայաստան ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Սարե Սինանյանը սակայն վստահեցնում է, որևէ արտառոց հոսք դեպի Հայաստան չունենք։ Նրա խոսքով Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն անընդհատ փորձում է կապի մեջ լինել իրանահայերի հետ, սակայն ոչ միշտ է հաջողվում։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է գիշերը Իրանի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսրայելական բանակը հաստատել է, որ թիրախավորել է Լարիջանիին։ Միաժամանակ հաղորդվում է, որ առանձին հարվածի հետևանքով սպանվել է Բասիջ կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամ Ռեզա Սոլեյմանին։ Իրանից իսրայելական կողմի այս հայտարարությունների որևէ հաստատում չի եղել։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմը երկար չի տևի, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ հարցին արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. այդպես չեմ կարծում։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու Վաշինգտոնի նախաձեռնությանը, նա արևմտյան որոշ դաշնակիցների մեղադրել է անշնորհակալ լինելու մեջ, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժել են առաջարկը ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց, ուղեկցելու նավթատարներին, որոնք հարձակման են ենթարկվում Իրանի կողմից։ Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 2-ից ի վեր 1 միլիոնից ավելի մարդ գրանցվել է որպես տեղահանված, նրանցից ավելի քան 130,000-ը բնակվում է շուրջ 600 կացարաններում։ Իսրայելական բանակը տարհանման նախազգուշացումներ է տվել հարավային Լիբանանի բնակիչներին, նախորդին Իսրայելը հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ Մինչ այժմ Լիբանանում Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 886 մարդ, 2141-ը վիրավորվել։